Փերինչեքի գործով միեդի կայացրած տխրահարչակ որոշումից հետո Ֆրանսիան առաջին երկիրն է, որ փորձում է քրեականացնել ցեղասպանության ժխտումը։ Սենատի ընդունած ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ուժի մեջ կմտնի Ֆրանսուଆ Օլանդի ստորագրելուց հետո։ Եթե նախագահը ստորագրի, ապա Ֆրանսիան կդառնա 5-րդ երկիրը Շվեյցարիայից, Սլովակիայից, Հունաստանից ու Կիպրոսից հետո, որտեղ օրենքով պատիժ է սահմանվում ցեղասպանությունը ժխտելու համար։ Ըստ Արմեն Մարուքյանի, այս անգամ էլ թուրքական կողմի ջանքերով ընդունվելուց հետո օրինագիծն անպայման կմտնի սահմանադրական խորհուրդ։ Թուրքերը ավելի մեծ ջանքեր են գործադրում հարցը տապալելու համար եւ դրա համար կան բոլոր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Ըստ նրա, թուրքերը գիտակցում են, որ որոշակի քաղաքական իրադրություն է փոխվել եւ հավանականությունը մեծ է, որ ցեղասպանության հարցը կօգտագործվի իրենց դեմ, որպես պատժամիջոց, ինչպես դա եղավ Գերմանիայի պարագայում։ Ըստ Մարուքյանի, այս անգամ բացի աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններից կա նաեւ օրենսդրական հիմնավոր պատճառ, որը Եվրամիության անդամ երկրներին ստիպում է համաձայնեցնել իրենց որոշումները 2008-ին ընդունված ռասիզմի ու այլատիացության դեմ շրջանակային համաձայնագրին, որին կողմ է նաև Ֆրանսիան։ Մեր փաստաբանները ինքնուրույն չեն մշակել նախագիծը, այլ սերտորեն համագործակցել են կառավարության իրավաբանների հետ։ Նաև կարևոր է, որ եվրոպական, համաեվրոպական օրենսդրության նորմեր են ներառվել։ Օրինագծի ընդունումը ողջունել է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը։ Ըստ համանախագահ Արա Թորանյանի, խորհրդարանը հստակ ուղերձ է եղել ազգային եւ միջազգային մակարդակով մարդկության դեմ գործած հանցագործությունների զոհերի հիշողությունների հարցում։ Մենք միշտ կբայկարենք, որ Թուրքիան անշուշտ ճանաչնա ցեղասպանությունը, իրականությունը եւ նեղություն խնդրե։ Ֆրանսիայի խորհրդարանն արդեն երկրորդ անգամ է ընդունում հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը, ինչը խոսում է ֆրանսիական հասարակության ու քաղաքական շրջանակներում հստակ տրամադրվածության մասին, որին դիմակայելը Թուրքիայի համար աստիճանաբար ավելի բարդ է լինելու։ Կանե Ղազարյան, ժամը լրատվական։